Օդային մոտոցիկլետներն ու ավիաբագիններն այսուհետ իրականություն են, ստարտափներից մինչև նախատիպեր։ Օդային մոտոցիկլետների գաղափարը նոր չէ, բայց միայն վերջին տարիներին է այն սկսել մոտենալ իրականությանը։ Մի քանի ընկերություններ արդեն իսկ ցուցադրել են իրական նախատիպեր։ Ամենահայտնին լեհ ինժեներ Տոմաշ Պատանի Վոլոնավտ Airbag-ն է։ Այն կշռում է ընդամենը 30 կիլոգրամ, 7 անգամ ավելի թեթև, քան սովորական մոտոցիկլետը, եւ պատրաստված է ածխածնային մանրաթելից եւ 3D տպիչով ստացած բաղադրիչներից։ Առավելագույնը 102 կմ/ժ արագություն զարգացնող օդային մոտոցիկլետի նախատիպն արդեն իսկ իրական թռիչքներ է կատարել լեռնային հովիտների եւ անտառների վրայով։ Այն կարող է ուղղայաց թռիչք եւ վայրէջք կատարել, դիսկավորվել մոտ 1 րոպեում եւ աշխատել jet-A ավիացիոն վառելիքով, կերոսինով կամ դիզելային վառելիքով։ Նույն հեղինակի կողմից ներկայացված Jetson One թռչող սարքավորումն արդեն առևտրային արտադրության մեջ է։ Մեկ տեղանոց էլեկտրական մուլտիկոպտերը բաց խցիկով, 8 շարժիչով եւ 100 կմ/ժ առավելագույն արագությամբ վաճառվում է $120,000-ով։ Մեկ լիցքավորմամբ թռիչքի տևողությունը մոտավորապես 20 րոպե է։ Jetpack Aviation Speeder-ը ամերիկյան մշակում է, որը նախատեսված է ռազմական եւ փրկարարական առաքելությունների համար։ Այս տուրբինային շարժիչով ինքնաթիռն արժե $380,000։ Սարքավորումը զարգացնում է մոտավորապես 100 կմ/ժ արագություն, իսկ թռիչքի տևողությունը մոտ 30 րոպե է։ Իսկ ճապոնական ALI Technologies ընկերության X-Turismo հիբրիդային թռչող մոտոցիկլը, որն արդեն սահմանափակ արտադրության մեջ է, արժե մոտավորապես $800,000։ Ներկայումս այն դեռևս արգելված է օգտագործել որևէ երկրում։ Brave Make պաշտպանական կլաստերի ղեկավար Անդրեյ Գրիցենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան սկսում է ուսումնասիրել օդային սկուտերների եւ ավիաբագինների մշակման հնարավորությունը հետևակին մարտական դիրքեր արագ հասցնելու համար։ Գաղափարը դեռևս քննարկման փուլում է, բայց դրա ծագումը բավականին պրագմատիկ է։ Հնարավոր զարգացումները կարող են դրամաշնորհային ֆինանսավորում ստանալ Brave Make-ի միջոցով, այն նույն հարթակի, որն արդեն հազարավոր անօդաչու թռչող սարքեր եւ տասնյակ ցամաքային ռոբոտային համակարգեր է ուղարկել ռազմաճակատ։ Այս գաղափարը կյանքի կոչելու ծրագիրը ներկայացվել է Brave Make Advantage լայնածավալ միջոցառման ժամանակ, որի ընթացքում պաշտպանության ու թվային զարգացման, կապի եւ զանգվածային լրատվության նախարարությունները միաժամանակ ներկայացրել են թարմացված դրամաշնորհային ծրագիր 53 նոր տեխնոլոգիական առաջնահերթություններով։ Արդյունքում ավիաբագինների, մարդանման ռոբոտների, լազերային հակաօդային պաշտպանության համակարգերի եւ միկրոալիքային զենքերի մշակման ծրագրերը ներառվել են միևնույն փաթեթում։ Անդրեյ Գրիցենյուկը նշել է, որ աշխարհում արդեն ի հայտ են եկել տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել օդային սկուտերներ եւ ավիաբագիններ։ Ուստի Ուկրաինան նույնպես սկսում է աշխատել այդ ուղղությամբ։ Նա ընդգծել է նաև մի կարևոր տեխնիկական մանրամասնություն։ Թռչող մոտոցիկլետները կարող են հեռակառավարվող կամ մասամբ ինքնավար լինել, որպեսզի հետևակայիններին իջեցնելուց հետո մեքենան կարողանա ինքնուրույն վերադառնալ բազա։ Սա թույլ կտա իրականացնել լայնածավալ առաքելություններ, անձնակազմի արագ տեղակայումից մինչև հատուկ գործողություններ։ Սակայն այս հավակնոտ ծրագրում մի շարք բայցեր կան։ Նախ գոյություն ունեցող նախատիպերից ոչ մեկը դեռևս չի մտել զանգվածային առևտրային արտադրության փուլ, առավել ևս ռազմական օգտագործման մեջ։ Հենց դա է պատճառը, որ ընդգծվում է Brave Make-ի դրամաշնորհների միջոցով սեփական դրոնի մշակման, այլ ոչ թե պատրաստի լուծումներ գնելու անհրաժեշտությունը։ Տրամաբանությունը սկզբունքորեն նույնն է, ինչ 2022 թվականի FPV անօդաչու թռչող սարքերի դեպքում։ Վերցնել գաղափարը համաշխարհային շուկայից, հարմարեցնել այն իրական մարտադաշտի պայմաններին, նվազեցնել արժեքը եւ ընդլայնել արտադրությունը։ Մեծ խոչընդոտ է նաեւ ավիաբագիի գինը։ Նույնիսկ ամենամատչելի Jetson One արժե $120,000 մեկ միավորի համար, իսկ Speeder-ը $380,000։ Թռիչքի ժամանակը 20-ից 30 րոպե, չափազանց կարճ է վերադարձ պահանջող մարտավարական առաքելությունների համար։ Հաջորդ խոչընդոտը տեսանելիությունն է։ Թռիչքի մեջ գտնվող օդային մոտոցիկլետը հիանալի թիրախ է FPV անօդաչուների կամ գնդաց շրթի համար, իսկ սարքավորման ինքնավար կամ հեռակառավարվող տարբերակի դեպքում էլ այն խոցելի է դառնում էլեկտրոնային հակազդեցությունների նկատմամբ։ Քննարկվում է նաև աերոբագիի մեկ այլ հայեցակարգ, որը կարող է ավելի գործնական լինել մարտական պայմաններում։ Խոսքը մասնավորապես բազմաօդափոխիչ հարթակի մասին է, որի խցիկում հնարավոր է տեղափոխել 2 կամ 3 զինվոր իրենց սարքավորումներով։ Թռիչքը պետք է իրականացվի մի քանի կիլոմետր ցածր բարձրության վրա, հայտնաբերող ռադարներից խուսափելու համար։ Ի դեպ նմանատիպ հայեցակարգեր կան մի քանի ամերիկյան եւ չինական ընկերությունների նախագծային փաստաթղթերում, բայց ոչ մեկը դաշտային փորձարկումներ չի անցել։ Այնուամենայնիվ, եթե Brave Make-ը դրամաշնորհային մրցույթ սկսի այս ոլորտում, դա հավանաբար կլինի աշխարհում առաջին պետական ծրագիրը,
որը կֆինանսավորի մարտական աերոբագների տեխնոլոգիան մի երկրում, որտեղ նախատիպից մինչև առաջնագիծ տեխնոլոգիական ցիկլը կարող է տևել 1 տարուց էլ պակաս։